Հարգելի պարոն նախարար, հարգելի խորհրդարանականներ, հարգելի ներկաներ, Monsieur le ministre, messieurs les députés, chers présents, այս պատմությունը եւ այս միջոցառումը, որին ես այսօր պատիվ ունեմ մասնակցելու, ինձ համար խիստ անձնական է եւ ես որոշեցի չկարդալ այն տեքստը, որը պատրաստել էինք նախօրոք։ cet événement et cette histoire et cet événement auquel j'ai l'honneur aujourd'hui de participer est très personnel pour moi. Voilà pourquoi j'ai décidé de ne pas lire le texte qui avait été préalablement préparé. Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մինչև քաղաքականություն մուտք գործելը եւ նախարար դառնալուց շատ տարիներ առաջ ես զբաղվել եմ այն մարդկանց պատմությունով, ում անունները մենք տեսնում ենք այս պատին։ J'aimerais vous informer que avant d'entrer dans la politique et bien avant d'être devenu ministre, je m'occupais de l'histoire des personnes dont les noms nous voyons sur ce mur. Իմ ուսումնասիրությունները հայոց ցեղասպանության մասին անելուց հետո մի քանի տարի անց ես առիթ ունեցա զբաղվել շատ սպეციფიկ հարցով, մարդկանցով, ոչ թե բուն ցեղասպանության թեմաներով, այլ այն մարդկանց մասին ուսումնասիրություններով, ովքեր վտանգել էին իրենց, որպեսզի փրկեին ցեղասպանությունից կամ ցեղասպանություն ապրող կանանց, երեխաներին, մարդկանց։ Après avoir fait mes recherches sur le génocide, quelques années après, j'ai eu un sujet de recherche très spécifique, les personnes qui s'étaient mis en danger, qui avaient mis en danger leur vie pour sauver du génocide, surtout des femmes et des enfants. Միսիոներներ, դեսպաններ, զինվորականներ, ինչպես ադմիրալը, սովորական մարդիկ։ Des missionnaires, des ambassadeurs, des militaires comme l'amiral ou de simples gens. Էստոնացիներ, ամերիկացիներ, կանադացիներ, արաբներ, թուրքեր, որոնք փրկում են իրենց հարևաններին։ Des Estoniens, des Américains, des Canadiens, des Arabes, des Turcs qui sauvaient des Arméniens de leurs compatriotes. Եվ իհարկե ցեղասպանության պատմությունը առաջին հերթին ողբերգության պատմություն է, բայց մյուս կողմից նաև հույսի, որովհետև կան նաև այս մարդիկ։ Et bien entendu, l'histoire du génocide est avant tout une histoire de tragédie, mais aussi une histoire d'espoir parce qu'il y a eu des personnes comme ceci. Եվ ահա ադմիրալ Դուֆուրնեն եւ մյուսները, որոնք փրկում էին ցեղասպանության ենթարկվող հայերին, դա արել են վտանգելով իրենց կյանքը, իրենց կարիերան։ Et voici l'amiral, comme d'autres qui venaient au secours des Arméniens, ils le faisaient en mettant en danger leur vie ou leur carrière. Եվ սա է, որ մեզ բոլորիս շարունակում է ստիպել հավատալ մարդկությանը։ Et c'est exactement ça qui fait que nous continuons à croire en l'humanité. Ադմիրալ Դուֆուրնեն չսպասեց հրամանի, չենթարկվեց հրամանին, նա որոշեց գործել, եւ սա առաջնորդության բացառիկ դրսևորում է։ L'amiral d'Artiche Dufournet n'a pas attendu l'ordre, il a décidé d'agir et c'est ça vraiment une action une vraie action de direction. Եվ դրա լավագույն դրսևորումը եւ վկապացույցը այն նկարն էր, որը մենք ես հիշում եմ ադմիրալի մասին հոդված պատրաստելիս երկար եւ մանրակրկիտ փորձում էինք ընտրել այդ լուսանկարը հոդվածի հետ։ Եվ մենք ընտրեցինք լուսանկարը փրկված մուսալերցիների, որոնք փրկվելու ժամանակ փոքր երեխաներ էին եւ արդեն այդ լուսանկարում պատկառելի տարիքի ծերունիներ։ Et je me rappelle quand on préparait l'article sur l'amiral, on avait passé beaucoup de temps pour choisir la photo qui irait avec l'article et finalement on a décidé de choisir une photo qui montrait justement des rescapés, des petits enfants qui étaient sauvés par l'amiral mais qui étaient sur la photo déjà des personnes bien âgées. Եվ այսպեսով այս միջոցառումը շատ հարգանքի տուրք է ծովակալին, բայց նաև բոլոր մյուսներին, ովքեր գործել են նույն սխրանքը։ Et ainsi cet événement est un hommage à l'amiral mais aussi à tous ceux qui ont sauvé des Arméniens. Եվ իհարկե Ֆրանսիային, որը տուն դարձավ հազարավոր հայերի համար։ Et bien entendu, c'est un hommage aussi à la France qui est devenue une terre d'accueil pour des milliers d'Arméniens.
Եվ հուսամ նաև ստացավ ժամանակին հակառակ երախտիկի ուրեմն դրսևորում եւ հակառակ ծառայություն, երբ օրինակ Միսակ Մանուշյանը եւ մյուսները արդեն իրենք փորձում էին փրկել Ֆրանսիան։ Et je pense qu'avec le temps, ils ont reçu un mouvement inverse de reconnaissance lorsque des gens comme Misak Manouchian essayaient de sauver la France cette fois-ci. Շնորհակալ եմ։ Je vous remercie.